Բարի երեկո, հարգելի հայրենակիցներ։ 326 թվականին վրաց Միհրան թագավորը հայոց Տրտատ մեծի օրինակով եւ օժանդակությամբ քրիստոնեական դարձի բերեց վրացիներին։ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելուց ուղիղ 25 տարի անց Վրաստանում եւս քրիստոնեությունը հռչակվեց որպես պետական կրոն։ Քրիստոնեություն ընդունելուց անմիջապես հետո վրաց եկեղեցին ընկավ հայ առաքելական եկեղեցու ազդեցության տակ եւ կազմեց նրա միջուղը։ 506 թվականի Դվինի առաջին եկեղեցական ժողովին մասնակցեցին նաև վրաց եւ աղվանած կաթողիկոսները։ Ժողովը հրավիրել էր հայոց Բաբկեն Ոտմսեցի կաթողիկոսը։ Ժողովը քննարկեց դավանական խնդիրներ, մասնավորապես նեստորականության եւ քաղգեդոնականության հետ առնչվող հարցեր, նրանց նկատմամբ հայ եկեղեցու դիրքորոշումը։ Ժողովի անունից Բաբկեն կաթողիկոս հայտարարել է, որ հայ եկեղեցին դադարել է քաղգեդոնի ժողովը, մերժում է նեստորականությունը եւ նզովում է։ Դվինի երկրորդ եկեղեցական ժողովը տեղի ունեցավ 554 թվականի մարտի 29-ին։ Հենց այդ ժողովից է սկսվել է հայ եւ քաղգեդոնիկ եկեղեցիների պաշտոնական բաժանումը։ Ժողովին վրաց կաթողիկոսը չմասնակցեց, չնայած հրավիրված էր։ Ժողովը որոշել է Քրիստոսի ծննդյան եւ մկրտության տոնը նշել հունվարի 6-ին եւ դավանել Քրիստոսի մեջ մեկ աստվածամարտկային բնություն։ Հակառակ քաղգեդոնական եկեղեցիների մեկ Հիսուս երկու բնություն դավանանքի։ Ժողովը հակաբյուզանդական ուղղվածություն ուներ, քանի որ բյուզանդական կայսրերը շարունակում էին հայերին պարտադրել քաղգեդոնականությունը։ Սասանյան Պարսկաստանը օգտվելով քրիստոնյա եկեղեցիների միջև գոյություն ունեցող պառակտումից ձգտում էր իր կողմը գրավել հայ հոգևորականներին եւ հայ եկեղեցուն սիրաշահելու նպատակով Պարսից արքունիկը հայ նախարարներից վերցրեց ժողովրդից հարգեր հավաքելու իրավունքը եւ այն շնորհեց եկեղեցուն։ 606-607 թվականներին վրաց Գյուրոն Սկյուդրեցի կաթողիկոսը քաղաքական նկատառումներով վրաց եկեղեցին բաժանեց հայ եկեղեցուց եւ նախընտրեց քաղգեդոնականությունը։ Վրաց եկեղեցու դիրքորոշումը ճշտելու նպատակով հայոց Աբրահամ առաջին աղբաթաթենեցի կաթողիկոսը գումարեց Դվինի երրորդ ժողովը 609 թվականին։ Ժողովի անունից կաթողիկոսը թուղթ է գրել ուղղված ժողովրդին, նզովել է վրաց Գյուրոն կաթողիկոսին, նրա համախոհներին, պատվիրել է խզել բոլոր հարաբերությունները վրացիների հետ, նրանց եկեղեցի չկնալ եւ զրկել վրացիներին հայոց հաղորդությունից։ Այսքան հարգելիներս, հայ եւ վրաց եկեղեցիների միավորման եւ բաժանման տխուր եւ համառոտ պատմությունը։ Մնացեք խաղաղությամբ։